Այսօրվա քննարկումը երևի ամենակարևոր քննարկումներից է, որը երբևէ տեղի է ունեցել ազգային ժողովում, որովհետև սա գաղափարական, արժեքային բախում է, եւ որ ամենակարևորն է, սա տեսակի բախում է։ Հակոբ Մովսեսի գոյությունը արդեն իսկ հարգելի դաշնակցություն, ձեզ համար անհաղթահարելի մարտահրավեր է։ Որևէ բան այնքան ձեզ չի սարսափեցնում, որքան ազատ միտքը։ Ազատ միտք, որը չի ենթարկվել ձեր քարոզած վերացական հայրենասիրությանը։ Ձեզ սարսափեցնում է մարդ, ով պատասխան է տալիս իր այսօրվա համար, ով պատասխան է տալիս իր ճակերտավոր փոքր գործերի համար, որոնք աղյուս են ավելացնում պետության հիմքին։ Եվ մարդ, ով չի ենթարկվել գայթակղությամբ զբաղվել մեծ, բայց վերացական գործերով, որտեղ ինքը անելիք չունի եւ պատասխան տալու նույնպես ոչինչ չունի։ Իրականությունը ձեր թշնամին է, հարգելի գործընկերներ, եթե այն լավն է։ Ձեզ խնդիրներ են հարկավոր ձեր գոյությունը պահպանելու համար։ Ձեր առաքելությունը խնդիրների վերարտադրությունն է։ Երբ պարոն Հակոբյանը նույնիսկ գովաբանում է ձեր գաղափարախոսությունը եւ ձեր արժեքները, ասելով, որ ձեզ ընդամենը ադապտացիա է պետք, դուք նույնիսկ դա չեք մարսում, քանի որ դուք նույնիսկ ձեր հնչեցրած գաղափարախոսությունը եւ արժեքները պատանդարել եք, որպեսզի այն օգտագործեք ուղղակի իշահ ձեզ։ Դուք ծառայեցնում եք այդ գաղափարախոսությունը իշահ ձեզ եւ ոչ թե ինքներդ ծառայում եք գաղափարախոսությանը։ Եվ պետք է ասեմ, որ այս առումով դուք եւ Կտրիչ Ներսիսյանը շատ նույնական եք, որովհետեւ դուք երկուսդ էլ երթում եք տվել մեկ բանի մասին, սակայն անում եք բացարձակապես այլ բան։ Եվ վերջապես, ինչպես հարմարվել այն իրականությանը, որտեղ դուք անելիք պետք է ձևավորեք, որտեղ դուք պետք է իրական խնդիր ձևակերպեք եւ դեռ ավելին լուծումը նույնպես։ Սա ձեզ մտածող տեսակ պետք չէ։ Դուք տեսակի կռիվ ունեք, ձեր տեսակը, քանի որ ժամկետանց է, ու սա է հիմնականը, որ ձեզ ցավեցրել է այսքան։ Երևի թե այսքանով կսահմանափակեմ եւ կարծում եմ մի բան էի ուզում ասել, ճիշտ ասած, որը ամենասկզբից էի ուզում ասել, ձեզ այսքան էսթետիկ ձևով, որ ոչ թե այն Արթուր, ինչ է Սարգսյանա ձեր գործընկերոջ անունը ու անձեռնմխելիությունից զրկեք, ցավոք իրան էլ չէիք հուշել ու առհասարակ լավ կլինի դադարեցնեք այդ օրենքի սահմանի վրա ճոճվող արտահայտությունները անելը, որպիսի այն հույսով, այն ծածուկ հույսով, փափագելով, որ ինչ-որ մեկը կանի այն գործողությունը, որին դուք փորձում եք դրթել մարդկանց։ Այդ պետք է դադարեցնեք, որ հիմա էլ ձեզ պատասխանատու չզգաք, եկեք այս ամբիոնի մոտ կանգնեք, ասեք նրանք քաղաքական բանտարկյալներ են։ Նրանց արարքների համար քաղաքական պատասխանատվություն կրում եք դուք։ Այդ նույն շարժումներից մեկի ժամանակ դուք հայտարարություն եք տարածել համահայկական զորաշարժի կոչ անելով։ Ինչ հաշակում համահայկական զորաշարժ։ Մեր սահմանադրության մեջ որտեղ եք տեսել, որ այդպիսի բան կարող է տեղի ունենալ։ Որ այսօր եկել եք, փորձում եք սահմանադրություն պաշտպանել եւ քաղաքական, ինձ շարունակելու եք ամեն ինչին պատասխանել, ցավոք էլ չունեք ելույթի իրավունք, ձեր կողքի նստած գործընկերներին ասեք, թող ինձ արձագանքեն, նշումներ արեք, կարձագանքեք ինձ, մի ընդհատեք ինձ։ Համահայկական զորաշարժ, սրա ինչն է սահմանադրական։ Սովորաբար, երբ որ դուք սենց մտքեր եք արտաբերում, մտածում եք, որ հիմա բոլորը հերթով ինձ արձագանքելու եք, տեղից Տիկին Գալստյան։ Ինչն եմ։ Հա, բա ինչի է այդ բառը օգտագործվում։ Ինչի եք այդ բառը օգտագործում։ Ասեք խաղաղ հանրահավաք ենք անելու։ Հա։ Շնորհակալություն, զորքի մասին չի, զորավոր լինելու մասին է եւ դուք անպայման ուզեցել եք, որ մարդիկ ուժեղ լինելու մասին մտածեն, հանկարծ զորքի մասին չմտածեն։ Եվ երբ որ
զինված ուժերի գլխավոր շտաբի պետին էիք աջակցում, նույնպես մտածում եք, որ այստեղ շատ լինենք, էլի։ Զինվորականների մասին չի խոսքը, պարզապես թվականակ Տիկին Գալստյան լռեք։ Դե եկեք սենց խոսենք, ես դեմ չեմ։ Դուք աջակցել եք զինված։ Սիրելի գործընկերներ, հետո թողեք ռեպրեսիաներից խոսակ։ Ինչ եք ռեպրեսիայի ենթարկում Տիկին Կարապետյան։ Բայց տեղից ինչ եք բանանում, հետո ելույթ կգաք, կունենաք, կպատասխանեք։ Թողեք, թող խոսի մարդը, հետո կգաք, ամբիոնից կխոսեք։ Տիկին Կարապետյան, շարունակեք, ավելացրեք Տիկին Կարապետյանի ժամանակ։ Շնորհակալ եմ, որովհետև էլի բաներ ունեմ ասելու։ Գանք թերևս էլի սահմանադրության ու ձեր հարաբերությունների դիտանկյունից գանք եկեղեցու հարցին։ Երեք պարոն Մինասյանը այստեղից իրավական անգրագիտություն բառը օգտագործեց, ասեց օրենք չեք կարդում, կարդում եմ պարոն Մինասյանի տարբերություն ձեզ, ես օրենքը կարդում եւ հասկանում եմ։ Բայց ես ոնց որ իմ անունից որ ասեմ, ձեզ համար համոզիչ չի լինում։ Հետևաբար ես երկար մտածեցի եւ գտա մի գիրք, որտեղ մեր սահմանադրությունը մեկնաբանվել է, այդ գիրքը խմբագրությունը գլխավոր կատարել է Գագիկ Հարությունյանը, Սահմանադրական դատարանի մի նախագահ, որին հույս ունեմ դուք ընդունում եք, որ ինքը օրենքները թե կարդացել է, թե հասկացել է։ Ինչ է ասում նա իմիջիայլոց մեր սահմանադրության ուրեմն այդ կետերի մասին։ Ընդ որում ասեմ, մեր սահմանադրության մեջ կրոնական կազմակերպությունների եւ պետության անջատ լինելու մասին դրույթը առաջին սահմանադրության մեջ չի եղել 1995 թվականի, այն ներմուծվել է 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով։ Եվ ինչ է ասել ուրեմն Գագիկ Հարությունյանը եւ մյուս հեղինակները այդ գրքի։ Այդ երկու դրույթների մասին։ Այն ժամանակի միջայլոց ասեմ, առաջի խմբագրմամբ 2005 թվականի իսկապես գրված էր եկեղեցին անջատ է պետություն, 2015 թվականին է, որ եկեղեցին փոխարինվել է կրոնական կազմակերպությունների անջատ են պետությունից արտահայտությամբ։ Ինչ է ասում նա։ Սահմանադրությամբ ամրագրված եկեղեցու պետությունից անջատ լինելու սկզբունքը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհիկ պետություն է։ Այդ սկզբունքը նախ էդ է նշանակում։ Աշխարհիկ պետությունում պետության եւ եկեղեցու գործունեության ոլորտները սահմանազատված են, ոչ մի դավանանք պարտադիր չի համարվում, պաշտոնական պետական կրոն գոյություն չունի։ Հիմա ամենակարևորը նման պետությունում, այսինքն աշխարհիկ պետությունում կրոնական կազմակերպությունները ապաքաղաքական, վերկուսակցական կազմակերպություններ են, պետական գործառույթներ չեն կատարում, քաղաքականությամբ չեն զբաղվում։ Հիմա էս են գրել Գագիկ Հարությունյան, Սահմանադրական դատարանի նախագահը, որին հույս ունեմ, դուք որպես հեղինակություն ճանաչում եք։ Հիմա սրանից հետո մենք ունենք այլ օրենքներ։ Այո, մեկի մեջ գրված է կրոնի եւ խղճի ազատության, որ սպասավորները ունեն նույն քաղաքական իրավունքներ, նույն չի ասում, ասում մասնակցում են քաղաքական կյանքին, քաղաքացիներին համահավասար։ Ինչ է նշանակում։ Առանց վեղարի եւ առավել եւս առանց կաթողիկոսական գավազանի մյուս քաղաքացիներին համահավասար են մասնակցում։ Այստեղ է խնդիրը, որ այդ սահմանադրությունը իր այդ տողով եւ իր մեկնաբանությամբ պետքա գործի, նոր դրա ներքո մյուս օրենքները կարդանք ու հասկանանք։ Մեր ընտրական օրենսգիրքը առանց կարգավիճակի այլո վեղարները հանեն գան ձեր հավաքներին մասնակցեն, ոչ թե հավաքից առաջ, որում հնչում են այդ բոլոր խնդրահարույց մտքերը, եկեղեցու անունից հովանավորեն այդ ամեն ինչը։ Այստեղ միջայլոց պարոն Հարությունյանը եւ իր մյուս համահեղինակները էլի հետաքրքիր մտքեր են գրել, ես ուզում եմ դա էլ կարդամ, որտեվ օգտակար կլինի։ Հայ առաքելական եկեղեցու պատմական դերի շեշտադրման մասին նախադասության մեկնաբանության վերաբերյալ նրանք ասում են. նման հարաբերությունների հաստատումը չի նշանակում